Չգիտեմ ձեր մոտ ոնց է, բայց ամեն անգամ երբ տեսնում եմ Apple-ի լոգոն, կանգնում ու մտածում եմ. Սա կծած խնձոր է, սա էլ է կծած խնձոր։ Բայց ոնց ստացվեց, որ սովորական կծած խնձորը դարձավ աշխարհի ամենամեծ տեխնոլոգիական ընկերություններից մեկի լոգոն։ Այսօր ես վերափոխելու եմ աշխարհի ամենահայտնի 100 բրենդների լոգոները իմ տարբերակով եւ ուղարկելու եմ հենց այդ բրենդներին։ Իսկ տեսանյութի վերջում կտեսնենք, արդյոք որևէ բրենդ կհամաձայնի փոխել իր լոգոն իմ դիզայնով։ Սկսենք աշխարհի ամենաթանկ ընկերությունից՝ Apple։ Իրանց լոգոն ուղղակի կծած խնձոր է։ Շատ երկար մտածեցի իրանց լոգոյի մասին, երևի ուղղակի փոխենք 3D։ Starbucks։ Չիմացողս კი չի էլ իմանա, որ այս սուրճի ընկերություն է։ Ջրահարսը ինչ կապ ունի սուրճի հետ։ Իսկ ինչ է նշանակում Starbucks։ Star աստղ, Bucks բաժակ։ Դրա համար ես ուղղակի որոշեցի փոխել աստղով բաժակի։ Հասարակ ընտիր։ Այ հիմա իմաստավորվեց։ Lamborghini։ Բոլորս գիտենք աշխարհի ամենաարագ մեքենան է, բայց ինչի է լոգոյի մեծ ցուլ։ Ցուլը ընդամենը կարողանում է վազել 55 կմ/ժ արագությամբ։ Բայց Lamborghini-ն անցնում է 350 կմ/ժ արագությունը։ Հիմա դուք էլ հասկացաք, չէ՞, որ ցուլը ընդհանրապես կապ չունի։ Դրա համար էլ ցուլին մորթեցինք, սարքեցինք տոնը եւ ուղղակի փոխարինեցինք Lamborghini-ով։ Եվ եթե դուք էլի մեծացնեք կտեսնեք Lamborghini վրա, եւ եթե դուք կրկին մեծացնեք Lamborghini-ն կտեսնեք Lamborghini վրա։ Իրականում մի քիչ ծանր եմ տանում սրա մասին խոսալը, որտեվ շատ եմ կարոտել, բայց այս ինչ տեսքա տաշիր պիցայի լոգոն։ Вообще Ադամանդը ինչ կապ ունի պիցայի հետ։ Вообще տաշիր ինչ է նշանակում։ Տաշիրցիներ ջան, ամենայն հարգանքով, բայց առաջի բանը որ մտքիս եկավ, այդ հայկական հարսանիքների ժամանակ տաշի գոռացող մորքուրն այր, ասենց լավ թոթոլ ձեռով, վրան էլ մի հատ ասենց կլոր պիցա, դարավ իսկական տաշիր պիցա։ Բայց ինձ միջև հիմա հետաքրքրում է այդ Ադամանդը ինչ կապ ուներ պիցայի հետ։ Դարոյինք, առաջին հայացքից աղի ձողիկները, իսկ երկրորդ հայացքից ինչ է։ Եթե հասկացաք ինձ, շնորհավորում եմ, դուք հիանալի մանկություն եք ունեցել։ TikTok, եթե հայկական իրականության մասին է խոսքը, ուրեմն բայց մի պա վերադառնալով հետ ժամացույց։ Ուղղակի TikTok-ի լոգոն կփոխեի ժամացույցի սլաքների։ What's up? Հայերեն թարգմանաբար ինչ կա? What's up? Adidas։ Եթե դու հայ ես բացատրելու կարիք չկա։ Քո մտքին էլ էս պարծիվ կանեկավ։ Հայերս ձեր սրտով է, չէ՞։ Բարով մաշեք։ Անցանք հաջորդին։ Իդրամ, iPad, iWatch, iPhone, iDrum, Իդրամ։ Այսուհետ կծած 500 դրամ։ Facebook։ Հիմա ով է Facebook օգտագործում։ Մենակ մեր տատիներն ու պապիները։ Դրա համար հարգելի Facebook ջան, այս լոգոն ձեզ ավելի է սազում։ Lego։ Միանգամից պատկերացնում են գետին թափթփված լեգոներ։ Բոբիկ ոդքերի առաջին թշնամին։ Դրա համար իմ նոր Lego-ի լոգոյի վրայի ցավացնող բաները փոխարինել եմ փափուկ բարձերով։ Չգիտեմ, սենց բան մեկը ես կարայի մտածեի ուղղակի։ Փառահեղա։ Պրոստը իրանք չեն կարա այս լոգոն չվերցնեն ու չօգտագործեն։ Grand Candy։ Grand մեծ, Candy կոնֆետ, մեծ կոնֆետ։ Իսկ ուր է ձեր մեծ կոնֆետը։ Ընդհանրապես ինչի ամենակ տառերով գրած Grand Candy։ Մի հատ մեծ կոնֆետ, մի հատ փղիկ։ Սիրելի Grand Candy, համաձայնվիր, որ այս լոգոն հաղթես ձերինին։ Coffee house, coffee, սուրճ, house, տուն, սրճատուն, ինչ կասեք, ինչպես է աշխատում իմ ուղեղը, սրճիտուն, սրճանոց, սրճարան։
KFC։ Սիրելի KFC-ի պապի, ժամանակն է որ քո տեղը զիջես հավին։ Գիտեմ որ փառահեղ եմ, կարիքը չկա, ես ուղղակի սիրով սրտանց այս ամեն ինչը արել եմ հայ ժողովրդի համար։ Microsoft. Micro նշանակում է միկրո, soft նշանակում է փափուկ։ Երևան City. Ոչ երևում է որ դուք սուպերմարկետ եք, ոչ էլ երևում է որ դուք Երևանում եք սուպերմարկետ։ Դրա համար իմ փառահեղ ուղեղը որոշել է վերցնել սայլակ եւ սայլակի մեջ դնել Երևանի խորհրդանիշները։ Այ հիմա իսկականից Երևան City սուպերմարկետների ցանց։ Amazon. Աշխարհի ամենամեծ առաքման ծառայությունը։ Եթե դուք խելացի եք, կիմանաք նաև, որ Amazon-ը աշխարհի ամենամեծ տրոպիկական անձրևային անտառն է։ Իսկ չեք կարծում, որ Amazon-ի սլաքը պետք է մի քիչ տրոպիկական սարքել։ Telegram. Ինչ ասես որ չի կատարվում է տալիքում։ Արա ինչ ասես չեն անում, որովհետև Telegram-ը համարվում է ամենագաղտնի հավելվածը։ Արա բայց թղթից սամելյոտը ինչ կապ ունի։ Դրա համար ինձ թվում է լոգոին էլ պետք տալ հավելյալ գաղտնիություն։ Իդեալականը չէ։ ATV. Հայկական հեռուստաընկերություն։ Վստահ եմ բոլորիս մտքին էլ էս սերիալն է գալիս։ Փառահեղ սերիալ է, ես միջև հիմա նայում եմ, քանի որ մեզ բոլորիս ավելի շատ հետաքրքրում է դիմացինի կյանքը, քան մեր կյանքը, դրա համար ես վստահ եմ, որ մենք բոլորս պաշտում ենք ընտանեկան պատմությունները։ Ես միջև հիմա նայում եմ։ Nike դուք փառահեղ եք։ Մի հատ գծիկով կրել եք բոլոր կոշիկի բրենդներին։ Դուք արժանի եք որ ձեր անունը գրված լինի հենց ձեր ստեղծած նշանով։ Nike դուք վերջն եք, դուք հրաշք եք, դուք սիրտ եք ու դուք կոշիկ եք։ Nike նստում եմ ու նայում։ I vodkas կարոտ է։ Nike Իրականում շնորհակալ եմ որ վիդեոյից հովանավոր կանգնեցիք։ Լսի Nike-ը գովազդի փողերը տվեց։ Էլի չի փոխանցել։ Լուրջ։ Ոնց արա այսօր չեն ուղարկե գովազդի փողերը։ Վայ ես ձեր փնթի։ Adidas դուք կրել եք աշխարհի բոլոր կոշիկների բրենդներին։ Հայաստանի առաջին հեռուստաալիք։ Իսկ ուրա մեր միակ հեռուստաաշտարակը ինչի չկա լոգոյի վրա։ Հոգ չէ։ Ես ձեր փոխարեն լուծել եմ այս խնդիրը։ Հայաստանի առաջին հեռուստաընկերություն։ Coca-Cola. Այս բրենդը երևի միակ բրենդն է, որ 100-ամյակները իր լոգոն չի փոխել։ Բայց կարծում եմ ժամանակն է։ Անհնար է ուղղակի Coca-Cola-ի համը մոռանալ։ Բոլորս էլ միանգամից պատկերացնում ենք, չէ՞ Coca-Cola-ի համը, տեսքը, ձենը։ Դրա համար Coca-Cola-ի նոր լոգոն պետք է ունենա մեր բոլորի ուղեղի պատկերացումը։ Gucci. Ես ձեր լոգոն չեմ փոխում, թող մնա նույնը։ Ես մենակ ներողություն եմ ուզում խնդրեմ իմ ամբողջ ազգի կողմից, որովհետև ինձ թվում է, եթե ձեր դիզայներներից ինչ-որ մեկը գար Հայաստան Ռասիայի անցումի տակ, ուղղակի իրան կկախեր։ Հավատա քեզ։ Առաջին օրվանից ուղեղումս սա եղել էս փոփոխությունը։ Հավատա քեզ։ Ճիշտ է, ես փորձում եմ կապ հաստատել ընկերության հետ, բայց կապի դուրս չեմ գալիս, որ այս ֆենոմենալ միտքս փոխանցեմ իրենց, բայց կարծում եմ, որ սենց ավելի լոգիկային մոտիկա, չէ՞ կարս։ Ազատ մարդ։ Չէ ուղղակի ազատ մարդ։ Մարդով վերջապես ազատ է։ Մարդով զգում է օդը, մարդով վերջապես բաժանվել է, մարդով վերջապես ցատկում է ինքնաթիռից։ Ազատ մարդ։ Հագիր շապիկդ եւ ցատկիր ինքնաթիռից։ Ջերմուկ։ Չէ, բայց ասեք մուկը ինչ ջերմ է գրկել ջերմուկը։ Բրավ, ուղղակի գրվում եմ քո համար։ Դու խենթացուցիչ ես, որտեվ դու լավն ես։
Անցելավաղ մի շաբաթ ու զարմանալիորեն մենք ունենք պատասխաններ։ Առաջի պատասխանը Դարոենից է, ու մենք նույնիսկ հասցրել ենք խոսակցություն ունենանք։ Ողջույն Ռաֆայել ջան, շնորհակալ ենք հետաքրքիր մտքի եւ մեր արտադրանքին հանրադարձ կատարելու համար։ Ահա որ զարմանալի էր, որ Դարոենքն է պատասխանելու, որովհետեւ ես իրանց ուղարկել եմ մանկական սիգարետ, ու իրանք ինչ շնորհակալություն են հայտնում, որ ես հետաքրքրված եմ իրանց արտադրանքով։ Չէ՞ կարելի է սիգարետ չսարքել, բայց տենց ծողիկներ սարքել սիգարետի տուփի մեջ ուղակի։ Հաջորդ պատասխանը Երևան City սուպերմարկետների ցանցի կողմից է։ Ես իրան շատ անկահակավարի նամակ եմ գել, որտեղ հույս չունեի, որ կպատասխանեն կամ նույնիսկ նամակը կհատնի իրանց, բայց իրանք ինձ շատ քաղաքավարի պատասխանել են։ Բարև ձեզ, շնորհակալ ենք կրեատիվ լոգոյի տարբերակի համար, շատ գեղեցիկ է ստացվել։ Արդեն մեր առօրյա խնդիրներն էլ ենք իրար հետ քննարկում։ Արա դե ես իմ պրոստը այդքան բիզնեսի մեջ ես, այդ երկու հոգին է պատասխանել, դնել չի ասում։ Լավ այդքան մի մտածի, երկուատն էլ անտիր։ Հա, բայց չեն ասում, որ լոգո դավնա մենք կվերափոխենք։ Արա չեմ հավատում, Adidas, Starbucks, Apple-ը գրել են։ Դու ես ասում։ Հա։ Հավատես չի գա։ Արա, պասի, ձեռներս դողում է հենց հիմա։ Կատակ ես։ Արա չէ, գրեց, հենց նոր գրել է։ Ուրա, ինչա գրել։ Ողջույն հարգելի պարոն Ուրա Մարտիրոսյան։ նայում։ Մենք վաղուց ենք մտածում մեր հին եւ տխմար լոգոն վերափոխելու համար եւ շատ ուրախ ենք, որ դու վերևից իջար եւ այս լոգոն մեզ ուղարկեցիր։ Օր լուրջ տենց եք։ Հա, Օրյո։ հրավիրում ենք քեզ մեր ռեբրենդինգին, որտեղ կտեսնես քո լոգոն։ Արա չեմ հավատում։ Օր լուրջ ես։ Արա չեմ հավատում։ Արա չեմ հավատում։ Էլ ու եմ ես ասում գրած։ Արա չեմ հավատում, արա բա ինչ պետք է անեին, պետք է փոխեին էլի մի հատ իմ լոգոն, ինչ լավ է նայվում ու ասենք իրանց ջրահարսը։ Իրոք չեմ հավատում, որ դիզայնս հավանել են ու հիմա ամբողջ աշխարհում Starbucks-ը իմ լոգոն է ունենալու։ Իրոք չգիտեմ, շնորհակալ եմ աշխարհ, շնորհակալ եմ։ Իրոք ես գիտեի, որ այսօրը գալու է, ես գիտեի, որ ես հաջողելու եմ ու ես իմ տեղը գտնելու եմ այս աշխարհում։ Եկեք գնանք տեսնենք ձևափոխված Starbucks-ը ինչ տեսք ունի։ Արդեն ամեն ինչ հրաշալի է եւ այս նոր լոգոյով ուզում եմ ծանոթացնեմ Starbucks-ի նոր հմպելիքը Blended Energy։ Իմ նոր լոգոյով Starbucks-ը ներկայացնում է իրենց նոր խմիչքը։ Արդեն ամեն ինչ շատ լավ է անցնում։ Արա չեմ հավատում։ Լավ մի հուզվի լավ։ Արա ես վերջապես իմ փառահեղ աշխատանքը գնահատում եմ, դու հասկանում ես։ Փառահեղություն է, սա չգիտեմ, ոչ թե ես եմ արել դրա համար եմ գովում, այլ ես ուղղակի չգիտեմ։ Մտքի թռիչք է, կատարելագործում է սա ուղղակի։ Ասում ես էլի Ամերիկայա, արդեն դիմավորում են մեզ մեր նույն լոգոյով։ Բոլորին հայտնում են իրենց նոր լոգոյի մասին, չգիտեմ ուղղակի։ Վայ, իրոք ինձ լիարժեք եմ զգում։ Իրոք իմ հոգին բավարարված է զգում։ Ս սեր ես դու։ Տ Տեր ես դու, A արև ես դու, R Rafo ես դու, B բոց ես դու, A արև ես դու։ We made a new logo for Starbucks. Star and Bugs. Starbucks. Better, right? Thank you. Ժողովուրդն էլ է սիրում։ Սա միայն իմ հաղթանակը չի։ Սա համահայկական, համաամերիկյան հաղթանակ է, որտեղ մարդիկ էլ հավանեցին սա։ Մարդիկ արդեն հոգնել են այդ ջրահարսից։ Can I get one cold brew and one strawberry acai? Yeah. Nice, right? Thank you. Rafael, the owner of this new logo. Thank you. Անվճար էր իմ համար, որովհետև ես իրենց համար այսքան բան եմ արել։ Thank you. Starbucks-ը գնահատեց աշխատանքս։ Ախպերս։ Նոր գործից մտածումն է, ինչ կա սա։ Ինչքան է պետք։ Չէ, ընկերիչ պարտքով հետալ պետք չի։ Տոշնի է։ Ես այնքան ունեմ, չգիտեմ որտե ծախսեմ արդեն։ Հետ 8 միլիոնը կտամ, ծախսի քո համար ընկերես։ Որ օրվա շունգել ընկերներ ենք։ Լավ, ախպերս մեծ TV-ն եմ հոգնած եմ։ Մի TV-ն միացնես։ Ինչի համար ես վճարվում, միացրա մի հատ։ Ուժեղ Հայաստան խմբակցության թեկնածու Կարան Վարդավանյանին։ Այդ հարցը կորոշվի քննարկման արդյունքում խմբակցությունը կպարզաբանի նաև թե ինչու է ընտրել կամ չընտրել Վարդավանյանին։ Ընդդիմադիրները չէին քվեարկել